Արտասարքման ոլորտի մի քանի կարևոր ճյուղերին։ Կրթությունը։ Հայ ժողովուրդը միշտ առանձնահատուկ նշանակություն է տվել կրթությանը։ Խորհրդային Հայաստանում 1929 թվականից սկսվեց ընդհանուր տարրական ուսուցումը, իսկ 1970 թվականին համընդհանուր միջնակարգ պարտադիր կրթությունը։ Այժմ Հայաստանի Հանրապետությունում գործում են շուրջ 884 նախադպրոցական հաստատություն։ 1949 թվականին հանրակրթական դպրոց, 245-ից ավելի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներ։ Արամ, ինչ ես անում։ Կներեք մի ամիս ստացվեց։ Արամ, ճիշտն ասած նեն շոքի մեջ եմ, չգիտեմ էլ ինչ ասեմ։ Բան մի ասա, հանգիստ թող ինձ։ Փաստորեն այնքան է ինձ սիրում, որ այդ սիրուց գժվել է։ Մի խոսքով, կյանքս վերածվել է հնդկական սերիալի։ Հիմա Անին հետս ընդհանրապես չի խոսում, այս Սուսիկն էլ մտածում է, որ իրան եմ սիրում։ Լավ չի, բա հիմա ինչ ես մտածում, ինչ ես անում։ Չգիտեմ, պես պետք է նենց անեմ, Անի հետ հարաբերություններս վերականգնեմ։ Հիմա իրան ինչ ասես ինքը քեզ չի հավատա։ Պետքա գործես։ Բայց ո՞նց։ Դե պետքա նենց բան անես, որ ինքը կարծիքը փոխի քո մասին։ Պետքա հերոսանաս։ Չգիտեմ, ուղեղս չի աշխատում։ Արի, ես գիտեմ ինչ ենք անելու։ Ինչ ես անում, գժվել ես դու։ Ես հիմա կբռնեմ այս սիրիկային։ Ապրես, իսկական ընկեր ես։ Ինձ իհարկե այդքան էլ հեշտ չէր, բայց ես վերցրեցի քո պայուսակը։ Վախ, ապրես Արամ ջան, դու չլիներ ես հաստատ չէի կարա վերադարձնեի պայուսակս։ Ոնց, ես քո պայուսակն էր։ Հա, արի գրկեմ քեզ։ Չէ,